Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Մեր ջերմ եւ նոր ողջունները մեր նոր տաղավարից։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում ենք մենք նոր խոսք ասել, ուզում ենք, որ մենք այս տարին ամբողջ տարվա ընթացքում մեր ասածը նորություն լինի եւ մեր բարևելակերպը լինի նոր դեպի միտված դեպի լավը եւ դրականը։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Եվ այսպես, բարեկամներ, այսօր պատրաստելու ենք մի ուտեստ, որ կոչվում է անուշապուր։ Անուշապուրների մեծ շարքից մի տեսակ ենք ընտրել եւ այս անուշապուրը պատրաստվում է կորկոտով։ Բաղադրիչներն են կորկոտ, ընկույզ, չամիչ եւ ծիրանաչիր։ Օգտագործելու ենք նաեւ դարչին աղացված եւ մի քիչ կօգտագործենք կանաչի։ Ուտեստը համարվում է Սյունիքի ավելի շատ դեպի Կապանի, այսպես տարածաշրջանին բնորոշ ուտեստ եւ ճաշակվում է սառը վիճակում։ Նորից կրկնեմ, անուշապուրների մեր մեծ եւ բազմազան շարքից մի նմուշ է, որ մենք այսօր պիտի պատրաստենք։ Պատրաստում ենք հետեւյալ կերպ։ Շատ հասարակ պատրաստման եղանակ ունի, բայց մենք գիտենք, որ ուտեստը որքան հասարակ, որքան ընկալ, նախ եւ առաջ հասարակ ուտեստ չի լինում, սա արդեն մենք պիտի հասկանանք, բայց պատրաստման եղանակը որքան պարզ, որքան հասկանալի, այնքան արժեքավոր, այնքան օգտակար, իսկ սնունդը մենք գիտենք, որ նախ եւ առաջ պիտի լինի օգտակար։ Ջրի մեջ խաշում ենք կորկոտը, կորկոտը խաշվում է առանց սոխարացի, առանց աղի եւ այլ համեմունքների։ Մենք հիմա ուղղակի ընկույզն ենք կտրելու։ Շատ համեղ ուտեստ է եւ ավելացնեմ, որ այս ուտեստը նաեւ ծիսական ուտեստ է։ Այս ուտեստը հենց ամանորյա ուտեստ է, ամանորյա անուշապուրների շարքին է պատկանում։ Ընկույզի հետ դարչինը եւ մի քիչ կարող ենք օգտագործել սամիտ։ Իհարկե կարող ենք նաև այս կանաչու փոխարեն օգտագործել թարմ նանա կամ դաղց։ Շարունակում ենք ընկույզի հետ այսպես խառնել, ճզմել, կտրել։ Սա արդեն պատրաստի համեմունք է։ Ինչպես նշեցինք, օգտագործելու ենք նաև ծիրանաչիր։ Ծիրանաչիրն էլ կտրատենք, հարմարեցնենք ապուրին հարիր կտորների։ Սա է այսպես։ Կորկոտը արդեն եռում է, հիմա կարող ենք ավելացնել ծիրանաչիրը, հիմա կավելացնենք նաև չամիչը, ավելացնում ենք ընկույզը, դարչինը եւ սամիթը։ Ուզում եմ խոստովանել, որ այս
սամիթի օգտագործումը իմ կողմից մի ինչ-որ իմպրովիզեր, տեսնենք, կարծում եմ, որ համեղ կլինի։ Մեզ ուղղակի մնում է մի 2-3 րոպե ուղղակի ընկույզը մի քիչ այսպես խառնվի եւ ապուրը արդեն պատրաստ է։ Նորից հիշեցնեմ, որ սա սառնապուր է։ 2-3 րոպե հետո։ Բարեկամներ, վերջին անգամ համտեսենք։ Մի քիչ ավելացնենք դարչինը եւ վերջ ուտեստը պատրաստ է, բարեկամներ։ Պատրաստ է մեր անուշապուրը։ Մինչ կլսնեմ, ես նորից բացատրենք, թե ինչպես պատրաստեցինք։ Կորկոտը խաշեցինք, այնուհետև ավելացրինք ծիրանաչիրը եւ չամիչը, ընկույզը եւ դարչինը ու սամիթը միասին կտրատեցինք, վերջի պահին ավելացրինք ընկույզը եւ սամիթը ու դարչինը եւ 5-6 րոպեից արդեն եփվելուց հետո ուտեստը արդեն պատրաստ է։ Բարեկամներ, պատրաստեցինք անուշապուր, նորից կրկնեմ, որ սա սառնապուրների շարքին է դասվում եւ պիտի ճաշակել սառը վիճակում։ Ես ցանկանում եմ, որ դուք միշտ ունենաք լավ տրամադրություն, լավ խնջույք եւ խնջույքի վերջում ունենաք այսպիսի սառնապուր եւ այս սառնապուրը օգնի ձեզ ձեր տրամադրությունը, ձեր առողջությունը եւ ձեր օրգանիզմի մարսողությունը կարգավորելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր այսօրվա համար, որ մենք պատրաստել էինք, ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասին, լինենք համառ եւ միակամ եւ հաղթանակը մերն է լինելու։ Ստեսյուն, բարեկամ։ Անուշապուր, կորկոտ 150 գրամ, ծիրանաչիր 200 գրամ, ընկույզ 150 գրամ, չամիչ 100 գրամ, սամիթ, դարչին, բարյախորժակ։